The Times of India-ն օգոստոսի 18-ին հաղորդել է, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանի պաշտպանական արտահանման առաջատար հաճախորդ, հնդկական ռազմական տեխնիկայի գնման պարտավորությունների ծավալը գնահատելով գրեթե $2 միլիարդ։ Ըստ պարբերականի այցը պայմանավորված է պաշտպանության եւ ռազմավարական համագործակցության հետագա ճանապարհային քարտեզի պատրաստման գործընթացով։ Լրատվականի 2020 թվականից ի վեր կնքված հայ-հնդկական պաշտպանական պայմանագրերի ընդհանուր արժեքը գնահատում է գրեթե $2 միլիարդ։ Հրապարակումը գնված կամ պատվիրված համակարգերի շարքում ներառում է SWAT-ի հրետանային դիրքորոշման ռադարներ, ԱԿԱՇ հակաօդային պաշտպանության համակարգեր, PINAKA հրթիռային համակարգեր, հրետանային համակարգեր եւ հակաօդային պաշտպանության լուծումներ։ 2026 թվականի մայիսին Economic Times-ը նույնպես Հնդկաստանի հետ Հայաստանի պաշտպանական պայմանագրերի ընդհանուր արժեքը 2020 թվականից ի վեր գնահատել է մոտ $2 միլիարդ։ Հրապարակումը թվարկել է ԱԿԱՇ, PINAKA, SWAT-ի եւ հակաօդային համակարգերը, բայց ուշադրություն հրավիրել մեկ այլ գործընթացի վրա։ Համագործակցությունը տարածվում է սովորական զենքի առևտրի սահմաններից դուրս եւ ներառում է ռազմական վարժանքներ, պատվիրակությունների փոխանակում եւ մասնագիտական կապերի ընդլայնում։ Հայկական զենքի ներմուծման կառուցվածքի փոփոխության մասշտաբները հաստատվում են նաեւ անկախ միջազգային տվյալներով, մասնավորապես 2025 թվականի ապրիլին Reuters-ը հղում անելով Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտին հաղորդել է, որ Հնդկաստանը 2022-ից 24 թվականներին կազմել է Հայաստանի զենքի ներմուծման 43%-ը, ի տարբերություն 2016-ից 2018 թվականների գրեթե 0-ի։ Reuters-ը Հայաստանը բնութագրել է որպես Հնդկաստանի նոր պաշտպանական արտահանման ռազմավարության առաջին հաջողակ շուկաներից մեկը։